Այդ քննիչների հարցերը թողեք քննիչներին։ Շնորհակալ եմ Բաբկեն ջան, որ այստեղ ես։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ խորհրդանշական ժամանակահատվածում է այս քննարկումը տեղի ունենում ու կարծում եմ, քանի ժամանակ կգնա, նմանատիպ քննարկումները շատ են լինելու պայմանավորված սպասվող առաջիկա ազգային ժողովի ընտրություններում։ Նման քննարկումներ օրինակ ինչի չէր լինում 2 տարի առաջ, որտեղ չկար ակտիվ քաղաքական process, շատ ակտիվ, հա, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հալածյալների թիվը այդքան շատ չէր, դրա համար տեղի չէր ունենում։ Մենք երբ որ նայում ենք այս իշխանության գործունեությունը, քայլերը գալիս են մի շատ պարզ հետևության։ Տեսեք, 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ինչ էր խոստանում, ասում էր կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարություն։ Հիմա պայքարն ենք տեսնում, եթե մենք տեսնում ենք պայքար կոռուպցիայի դեմ, դա մի պարզ մեթոդով ենք տեսնում, այսինքն Նիկոլ Փաշինյանը գտել է ամենահեշտ ձևը։ Եթե վերակենում որևէ մեկը ընդդիմադիր գործիչ, քաղաքացի, ասում այ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, ելում անուններ տա, Տիգրան Ավինյան, կարճ ասած, բարձրաստիճան որևէ պաշտոնյայի երբ որ մեղադրում ես կոռուպցիայի մեջ, միանգամից ԱԱԾ դատախազություն ամբողջին հրանգատալի ասում է գնացեք բան արեք։ Լտենանք, մենք ենք կոռուպցիոնել։ Այո, այդ նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր տարբեր շատ բարձրաստիճան պաշտոնյաների, իրենք դες չէին անում, չէին անդադ անում, ասում էին, այ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է թալանել են 50% փայ են, սպանել են, էս են արել, բան այդտեղ չէին դնում, անդադ այդ ուժայիներին չէին հրահանգում գնային Նիկոլ Փաշինյանի ամեն խոսքը վերցնեն, ասեն դե ապացուցի։ Հիմա Նիկոլը ամեն ինչ անում է, այսինքն եթե մի բան դու ասում ես, միանգամից հարկայինից սկսած, չգիտեմ, ԱԱԾ-ով դատախազությունով վերջացած գալիս են բան, հետևից ասում են լարի տենանք ինչ է։ Եթե բաներ չես անում, այ օրինակ ոնց որ մենք տեսնում ենք Էջմիածնի ընտրությունների հետ կապված հայրենի կուսակցության գործադիր մարմնի անդամ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի դեպքում, Արամ Քոչյանի, հա, մեր դեպի պատասխանատուի դեպքում։ Այդ բան չես անում, էլի գալիս են էլի մի բան գտնում են, գցում են, ասում են այդ մի բանը արեցիր։ Այսինքն ինչա մեծ իմաստով կոռուպցիան։ Կոռուպցիան դա այն է, ինչ որ որևէ պաշտոնյա օգտագործում է իր լծակները սեփական շահերը բավարարելու նպատակով։ Քաղաքական կոռուպցիա, տնտեսական կոռուպցիա, չէ, տարբեր տեսակներ կա կոռուպցիայի։ Ես հասկանում եմ, որ մեր ժողովրդի մոտ ցավոք սրտի կոռուպցիան դա ընկալում է միայն կաշառք տալը։ Բայց հովանավորչությունն էլ է կոռուպցիա։ Հիմա տեսեք, կոռուպցիայի քաղաքական ճնշումները թե չէ, երբ որ նույն եկեղեցումով ընդդիմանում է այս իշխանության, տանում են փակում են։ Կարգալույց են արվում, չգիտեմ, օրերի ընթացքում դատական կարգ են նիստ են նշանակում, այդ մարդկանց վերականգնում են։ Այսինքն մարդիկ 3 տարով դատերի մեջ են, 6 ամիս սպասում են, որ դատական նիստ տեղի ունենա, գնան մի հատ իրանց խնդիրը ներկայացնեն, մի օրվա մեջ ասում են, արագի մեջ մեծ սրբազանին վերականգնեք։ Հիմա սրբազանի կարգալույց արին, վաղը չեմ բացառում, կամ այսօր արդեն չգիտեմ, 1-2 ժամ հետո կարող ասեն մի հատ սրբազանին հələ դատարանով նորից սարքեք սրբազան։ Աբսուրդի ժանր։ Քաղաքական ճնշումների մասով, էլի հովանավորչության, կոռուպցիայի մասով։ Այսօր բանակի տոնն է, շնորհավոր։ Մենք հիշում ենք, չէ՞, ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության այդ համապատասխան հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը։ Բերել նստացել էր գլխավոր զինկոմին, եթե սխալ չեմ հիշում, նաև պաշտպանության փոխնախարարին ազգային ժողովում ցույցում էր տալիս, ասում էր, այդ միտինգներին, որ անում են, դուրս են գալի, ասում են, երկիր ենք փրկում, երկիր փրկողեք, ով որ ուրեմն բանա, բռնվել է, միտինգներին մասնակցել է Տարեկ Եռամսյա հավաքներին։ Սա ուղղակի աբսուրդ է ու որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ու այդ ժամանակ մենք չտեսանք, որ այդ նույն փոխնախարար, չգիտեմ, ինչ էր, գլխավոր զինկոմ դուրս գային ասեն դու ով ես, որ մեզ նման հրահանգ տաս։ Լավ են չափալախը չտվին, հələ գլուխը քարը, թող իրանք մտածեն։
անընդհատ տեսնում ենք իշխանության կողմից քաղաքական ճնշումներ լրագրողների մասով ու ընդ որում մի իշխանություն որ նորից եմ հիշեցնում մեր հանրությանը որ իշխանության էր եկել ժողովրդավարության ազատ խոսքի հավասարության շահերի պաշտպանության խոստումներով Սա լրագրողները հարց են տալիս քննադատում են մի հատ տհաճ որակում են տալիս միանգամից գնացին ամիսներով նստելու Մի հատ նայեք ձեր իշխանության խոսույթը Մենք Այս խնդիրների մասին խոսում ենք տպավորություն կա մեր քաղաքացիների մոտ, որ գիտեք ինչ, դա վերաբերում է ճնշումները, այդ հալածանքները, այդ խնդիրները միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներին, բայց դա այդպես չի, երբ որ քաղաքացիները գնում են մի խնդրի մեջ, ով է գնում նրանց կողքը կանգնում ընդդիմադիր գործիչները, չէ՞ որ իրենց խնդիրները բարձրացնեն։ Երբ որ քաղաքացին մի խնդիր է բարձրացնում, մի քիչ էլ սուր է արտահայտվում, այդ նույն ոստիկանությունը ոնց որ մեզ է գալիս բռնում, տան նույն ձև այդ նույն քաղաքացուն է տանում, այսինքն ճնշում են ազատ խոսքը։ Մենք տպավորություն չստեղծվի, որ այդ կոռուպցիան, չգիտեմ, միայն կրկնում եմ, հասարակության մեջ այդ ասում են կոռուպցիա կաշառ, գայշնիկը այն ժամանակ բռնում էր, չգիտեմ, 1000 դրամ էր առնում, հիմա բանա, բարեկները բռնում 10000 տուգանում են, կոռուպցիա չկա։ Բայց հետո այդ տուգանքից, որ գնում է պարգևավճար, կամ են մեքենաները, որոնք սպասարկում են նույն բարեկային համակարգին, ինչ ֆիրմայի մեքենաներ են։ Ու այսպես ամենատարբեր հարցերով։ Ասում են, այսօր աշխատում եմ շատ անուններ չտամ, ինձ այդքան հետաքրքիր չի, բայց շատ էլի Բարսաշճան մի պաշտոնյայի ասում են, եղբայրդ ասֆալտի տնօրեն էր, ասֆալտի ինչ որ տենդեր շահած կազմակերպության տնօրեն։ Ասում են նորմալ է, բա նորմալ է։ Եղբայրը սա իմը տնօրենն է, տենդեր է շահել, մեծ թվերով տենդեր են անում։ Այդ նախկին իշխանություններն էլ էին ասում նորմալ է։ Դուք ասում եք աննորմալ է։ Հիմա եկեք կողմնորոշվեք, դա նորմալ է, թե նորմալ չի։ Հենց աղբերը ոտը քաշել է, ընկերությունը սննդացել է։ Ես տեսել եմ նույնիսկ հրապարակում, որ այդ ընկերությունը ինչ որ միտեղ էր գրացված, եթե սխալ չեմ հիշում, որ չգիտեն, չէ՞։ Հետքի բաներ հետազոտություններ։ Ամեն դեպքում նախ նորից շնորհակալ եմ, ցավում եմ, բայց կարծում եմ առաջիկայում նման քննարկումներ ավելի ինտենսիվ են լինելու, որովհետև ունենք մի իշխանություն, որ ինչ խոստացել է ժողովրդին, անում է ուղիղ հակառակը, իսկ դա նշանակում է կոռուպցիան էլ է մեծանալու, քաղաքական ճնշումներն էլ են ավելի մեծանալու, այս բեսպրիձելի մթնոլորտը, որ կա շարունակվելու է, այնքան ժամանակ, մինչև կհասնի հասարակության ավելի լայն շերտերի գրպանին, ուղեղին, մարմնին, կհամախմբենք ու կփոխենք իշխանությունը, կպրծնի նաև այս մեր խնդիրները։ Շնորհակալություն։ Ոնց որ թե կամաց արդեն հասնում է մարդկանց տարբեր առումներով այդ տեղեկությունները։ Կա շատ շնորհակալ եմ։